Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս Կիրակի օրվա սերտողությունը մենք անցկացնելու ենք նամակ Հռոմեացիներին 12-րդ գլուխն ենք ուսումնասիրելու 1-ից 9 համարներ։ Քիչ է մեզ մնացել, որ ավարտենք Հռոմեացիների նամակը, հետո կանցնենք հաջորդ սերտողություններին։ Եթե մեզ հետևում եք, անշուշտ գիտեք, որ մեր նպատակն է Աստծո խոսքը սովորեցնել եւ աշակերտել Աստծո խոսքով։ Ուրեմն նորից եմ ուզում բոլորին հիշեցնել, որ երբ ստանում եք այս պատգամը, դուք ինքներդ ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Դուք էլ ձեր ավետարանության պարտականությունը կատարեք։ Ուրեմն այս Կիրակի օրվա սերտողությունը անվանել ենք մենք անհապաղ ու անձնուրաց ծառայության մեջ եղեք Տիրոջը։ Ինչու՞։ Գիտեք, Պողոս առաքյալը մեզ լուրջ հորդորում է անում եւ մեզ բոլորիս նախազգուշացնում է, որ հավատքի կյանքը չի կարելի թրուցիկ կերպով վարվել կամ անլուրջ լինել։ Ամենայն զգոնություն է հարկավոր, որպեսզի Հիսուսին նմանվել ու վերափոխվել մեր Տիրոջով եւ նմանվել մեր Տիրոջը։ Նա մեզ տալիս է ոչ միայն զգուշացում, այսինքն առաքյալը, այլ նաեւ հստակ քայլեր, թե ինչպես կարող ենք դա անել։ Նա մի այլ ուսմունքի հետ է մեզ ծանոթացնում, այն էլ հոգու արգևներն են։ Ուրեմն եկեք հիմա մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք սերտողությանը։ Տեր Հիսուս, մենք նորից շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք, Տեր, որ մեզ տվել ես այս հնարավորությունը, այս կարողությունը, եւ Տեր օգնում ես մեզ, Տեր, քո խոսքերով, եւ խնդրում եմ, Տեր, մեր բոլոր ունկնդիրներին եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ մեզ բոլորիս աշակերտես քո խոսքերով։ Աղոթում եմ, որ այս սերտողությունը թող Սուրբ Հոգին մեզ առաջնորդի եւ սովորենք մենք Սուրբ Հոգուց։ Աղոթում ենք այս ամենը քո Սուրբ անունով Հիսուս։ Ամեն։ Ուրեմն, ինչպես ասացի, ուսումնասիրելու ենք մենք 12-րդ գլուխը 1-ից 9 համարները։ Անցնենք առաջի երկու համարները կարդանք, որտեղ շատ նշանավոր համարներ են սրանք։ Գրված է. «Արդ Աստծու ողորմածությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ աստվածահաճո, դա է ձեր հոգեվոր պաշտամունքը, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը»։ Լավ, եկեք տեսնենք ինչ է Պողոս առաքյալը մեզ սովորեցնում։ Գիտեք, Աստծուն հավատալը միայն ասելով չի, միայն չեն կարող ասել մենք քրիստոնյա ենք ու վերջ, ու այդքան բան։ Գիտեք, անունով քրիստոնյա չենք կարող մենք կոչվել։ Հավատքը պահանջում է լիովին հանձնվել Տիրոջը, իսկ լիովին հանձնվելը պահանջում է մեր ամբողջ անձը, մեր ամբողջ էությունը նվիրենք անձնուրաց Տիրոջը եւ ծառայության։ Պողոս առաքյալը կենդանի զոհ արտահայտությունն է օգտագործում, ու սա լրջություն է պահանջում։ Հավատքի կյանքը կատակ չի եւ շաբաթը մի օրով, մի ժամով զբաղմունք չի։ Երկրորդ արտահայտությունը Պողոս առաքյալի կողմից սուրբ եւ աստվածահաճո բառերն է։ Նա է այդ բառերն է օգտագործում։ Սա էլ նշանակում է, որ աշխարհից առանձնացրած է պետք լինենք։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, մենք սուրբ ենք, որտեղ մաքրված ենք Հիսուսի սուրբ այրունով, ու քանի որ դա այդպես է, մեզ Աստված չի ուզում, որ աշխարհից լինենք, ասում է մենք աշխարհի մեջ ենք, բայց այս աշխարհից չենք։ Եվ հենց այդ առումով էլ հարկավոր է, որ Աստծուն նմանվենք ու նրան հաճելի լինենք մեր վարքերով եւ հավատքով, այլ ոչ թե այս աշխարհին։ Երկրորդ համարում էլ առաքյալը մեզ սահմանում է, թե սուրբ եւ աստվածահաճոն ինչ է նշանակում, եւ եկեք տեսնենք նա ինչպես է սահմանում։ Ուրեմն աշխարհին չնմանվել, նմանվենք Հիսուսին, նաեւ նա վերափոխվել բառն է օգտագործում, որովհետեւ քրիստոնյա լինելը պահանջում է լինել նոր մարդ, լինենք այսպես, եւ մտքի նորոգման հասկացողությունը եւ ուսմունքը հիմնված է հոգեվոր մարտականության վրա,
Քանի որ Սատանեն եւ իր իշխանությունը հավատացյալների ուղեղի վրա ուղիղ հարձակում է մղում, որ նրան շարքերից պարզապես հանի։ Դրա համար է սպառազինության շարքի մեջ, Եփեսացիներից 6-րդ գլխի մեջ, Պողոս առաքյալը սաղավարտի մասին է խոսում, դա է շեշտում, եւ ոսոխը անընդհատ վախ ու շփոթություն է փորձում բերել հավատացյալի մեջ, նրա մտքերում։ Դրա համար մտքի նորոգումը ինչպես է լինում։ Լինում է աղոթքով, Աստվածաշունչը կարդալով ու պաշտամունքով։ Տեսեք, մենք լուրջ հոգևոր պատերազմի մեջ ենք, եւ սա կատակ չի։ Որ մի քրիստոնյան, որ զինված չի Տիրոջ սպառազինությամբ, նա կարող է շատ շուտ ընկնել եւ զոհ գնալ թշնամուն։ Պարզապես եթե մենք վերցնենք աշխարհիկ այս մարտականության, ռազմավարության եւ այսինքն զինվորական բոլոր կանոններին նայենք, հետևենք ու փորձենք դրանով հասկանանք, կտեսնենք, որ նույնիսկ զինվորություն հասկացողությունը պահանջում է կարգապահություն, պատրաստություն եւ պետք է պարապել եւ օգտագործել հատուկ ռազմավարություն, որպեսզի թշնամուն հաղթել, եւ նույնն էլ հավատքի կյանքի մեջ է։ Հիմա եկեք տեսնենք 3-ից 4 համարները մեզ ինչ է սովորեցնում Աստված։ Աստծո շնորհով, որ տրված է ինձ, ասում եմ ձեզանից յուրաքանչյուրին, ինքներդ ձեր մասին չափից ավելի մի հոգացեք, այլ մտածեք պարկեշտ մնալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին իր հավատի չափը բաժին հանեց, ինչպես որ մեկ մարմնի մեջ բազում անդամներ ունենք, եւ այդ բոլոր անդամները նույն գործողությունը չունեն։ Կանգնենք այդտեղ, հետո կշարունակենք մյուս համարների մեջ, ուրեմն Պողոս առաքյալը իր տրված արտոնությունով, որպես առաքյալ, որպես Աստծուց կանչված ու ձեռնադրված, խրատ է տալիս հոգևոր զավակներին, ասելով, որ ձեզ շատ բարձր մի դասեք։ Ինչի մասին է նա խոսում։ Ինչու այս խրատը մտքի նորոգումից հետո։ Երկու բացատրություն կա։ Հավատի կյանքում հնարավոր է, որ լավ կարդացած լինես Աստծո խոսքը եւ նույնպես հավատարիմ հետևես Տիրոջը, ու սա մեզ կարող է թվա, որ ուրիշ քրիստոնյաներից ավելի բարձր ենք։ Պարզապես սա հպարտություն է եւ հպարտությունն էլ հավատքի կյանքում տեղ չունի։ Երկրորդ հերթին առաքյալը խոսելու է հոգու պարգևների մասին, որ շատ կարևոր ուսմունք է, եւ նա ուզում է ասել, որ Տերն է տալիս բոլոր պարգևները եւ առանց նրա շնորհների մենք մեզանով չենք կարող որևէ գործ հավատքի կյանքում կատարել։ Եվ վերջում կտեսնենք 9-րդ համարում, թե ինչ կարևոր ուսմունք է կետ է նա շեշտում սիրո մասին, որտեղ սերը գագաթնակետն է։ Եթե մենք անում ենք այս ամենը առանց սիրո, առանց սիրելով մարդկանց եւ Աստծուն եւ մարդկանց, ուրեմն մեր գործը դատարկ է։ Եվ եկեք ուրեմն տեսնենք 5-ից 8 համարները ինչ է ասում, սահմանում է հոգու պարգևները։ Ուրեմն գրված է. Այսպես էլ շատերս մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ, բայց ամեն մեկս միմյանց անդամ ենք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք, ըստ այն շնորհի, որ մեզ տրված է։ Եթե դա մարգարեության շնորհն է, թող հավատի չափով գործածի, եթե ծառայության, թող ծառայության մեջ լինի, եթե մեկը ուսուցանող է, թող ուսուցանելու մեջ լինի, եթե հորդորող է, հորդորանքի մեջ, թե բաշխող է, թող զվարթությամբ կատարի, եթե վերակացու է, կարգված ջանասիրությամբ, թե ողորմած է ուրախությամբ։ Եկեք կանգնենք այստեղ, ուրեմն նախ հասկանանք, թե որոնք են այս հոգու պարգևները։ Գիտեք, ամեն մեկը իր յուրաքանչյուր գործն ունի երկնքի արքայության մեջ, եկեղեցու գործերի մեջ։ Ինչպես ցանկացած կազմակերպություն կամ պետություն, տարբեր մարդիկ են պետք, տարբեր շնորհքներով, տարբեր տաղանդներով, կարողություններով, մասնագիտություններով։ Պարգևներն էլ հետևյալն են՝ մարգարեություն, ծառայություն,
ուսուցանող, հորդորող, բաշխող, վերակացու, ողորմած։ Իհարկե առաջի Կորինթացիների նամակի մեջ Պողոս Առաքյալը եւս խոսում է հոգու պարգևների մասին եւ ավելի մանրամասն բացատրություն կա եւ պարզապես ավելի շատ հոգու պարգևների մասին էլ խոսք կա նաեւ։ Ուրեմն մարգարեությունը ո՞րն է։ Գիտեք, ժամանակին, երբ որ մարգարեներ կային հին կտակարանի մեջ եւ նույնիսկ ասենք սկզբի ժամանակները նոր ուխտի մարգարեն այն մարդն էր, որ բերում էր Աստծո խոսքը, որը դեռ գրված չէր կամ դեռ հաստատված չէր։ Նկատի ունենք այս պահին մենք ունենք հին եւ նոր կտակարանները, ունենք Աստվածաշունչը, հետեւաբար մարգարեությունները նոր մարգարեություն չունենք եւ չի կարող լինել։ Ինչ որ կա արդեն հաստատված է Աստծո խոսքի մեջ։ Հետեւաբար պետք է մենք զգուշ լինենք, որ մարդիկ ովքեր որ իրենց անվանում են որպես մարգարե, չխաբնվենք եւ իրենց խոսքերին չտրվենք, որովհետեւ ամբողջությամբ հին եւ նոր կտակարանը մեզ բոլոր մարգարեությունները հաստատում է եւ տալիս է։ Ուրեմն այսօրվա հոգու պարգևը մարգարեության ինչպես է իրագործվում։ Դե պարզապես ասենք նա ով Աստծո խոսքը բերում է, ինչ որ գրված է Աստծո խոսքի մեջ, Աստվածաշունչի մեջ, եւ օգտագործվում է այդ խոսքերը մարդկանց քաջալերելու, դաստիարակելու եւ այլ նպատակներով, ուրեմն մարգարեության պարգևը այդպես է այսօրվա ժամանակաշրջանում, եկեղեցու շրջանում եւ արդեն կանոնավոր Աստծո խոսքը հաստատված Աստծո խոսքի մեջ, Աստվածաշունչում կարող է նա բերել եւ կիսվել իր հավատացյալ քույրերի եւ եղբայրների հետ։ Իսկ ծառայության պարգևը ո՞րն է։ Գիտեք, յուրաքանչյուր գործ եկեղեցու մեջ կամ մարմնի համար, այսինքն եկեղեցու համար, բոլորն էլ համարվում են ծառայություն։ Ամեն մի գործ տարբեր գործ է։ Եթե ավելով ավլում ես հատակը, մաքուր ես պահում եկեղեցին կամ իրար նկատմամբ ինչ որ գործողություն կա, որ պետք է անել, օգնել իրար, պարզապես այդ բոլոր միջոցները, որ եկեղեցու աշխատանքի եւ մարմնի աշխատանքի համար է, դա ծառայության պարգևն է, իսկ ուսուցանողն էլ արդեն սովորեցնելն է Աստծո խոսքը։ Եվ հորդորողը սա այն մարդն է, որ քաջալերում է հավատացյալներին, իսկ բաշխողը սա առատաձեռն է, որ երջանիկ կերպով տալիս է օգնության համար եկեղեցուն։ Վերակացունել եկեղեցու մեջ հոգևոր հովիվն է, երեցներն են, ղեկավարությունն է, որ հսկում է մարմինը եւ ինչպես որ գրած է, վերակացուն է, այսինքն նա ղեկավարում է, որպեսզի եկեղեցին տիրություն անի պարզապես, մարմինը տիրություն անի, հովիվներն են։ Ողորմածն էլ սա էլ այն մարդն է, որ ուրիշների ցավը եւ վշտի նկատմամբ անտարբեր չի եւ նա հասնում է օգնության համար։ Ուրեմն սա 7 հոգու պարգևներն են եւ տեսեք ինչն է կարեւոր, որ այդ հոգու պարգևները եկեղեցու մեջ եւ մարմնի մեջ է տեղի ունենում։ Եկեղեցուց դուրս եւ անհավատների մեջ հոգու պարգևները չես կարող իրագործել։ Մարգարեություն, ծառայություն, ուսուցանող, հորդորող, բաշխող, վերակացու, ողորմած, բոլորն էլ եկեղեցու մեջ պետք է լինի։ Դրա համար բոլորին մենք քաջալերում ենք, որ եկեղեցի գնան, բոլորին քաջալերում ենք, որ մարմնի մեջ գտնվեն։ Եվ մեր նպատակը Արարատ Աստվածաշունչի առաքելության այն է, որ աշակերտենք Աստծո խոսքով, որտեղ մենք հավատում ենք, որ այսօր բացեր կան, ամեն եկեղեցի չի, որ շաբաթվա մեջ պաշտամունք ունի, շաբաթվա մեջ ժամանակ ունի, որ եկեղեցու անդամները հավաքվում են, սովորում են Աստծո խոսքը, աշակերտվում են Աստծո խոսքով եւ հետեւաբար Տիրոջ կամքն են կատարում։ Ու դրա համար մենք սովորեցնում ենք կետ առ կետ, գլուխ առ գլուխ, համար առ համար, որպեսզի Աստծո խոսքը չհաշահարկվի եւ ճիշտ ձևի ներկայացվի ու պարզապես ամբողջությամբ կանոնավոր կերպով, բացատրական կերպով բացատրենք Աստծո խոսքը։ Անցնենք վերջի համարին, 9-րդ համարի մեջ գրված է թող սերը առանց կեղծիքի լինի, չար նատեք եւ բարուն հետևեք։ Ուրեմն վերջի կետն էլ Պողոս առաքյալը, այսինքն նրա խրատը
անդրադառնում է իր առաջիկա խոսքերին, որ Աստվածահաճո ապրեք, ինչպես նշված է այս օրինակով։ Սերն է կարևոր եւ կարևոր պարգև է, որովհետեւ այն սերը, որ Հիսուս, այսինքն Հայր Աստված ուներ մեր համար եւ ասիրելով իր ստեղծագործությանը ուղարկեց իր միածին որդուն, որպեսզի նա խաչվի, հարություն առնի եւ նա էլ մեկընդմիշտ մեղքի հարցը լուծեց իր որդու զոհ լինելով։ Հիմա այս պահին մենք բոլորս պետք է մի հատ վերանայենք մեր կյանքը եւ հասկանանք, թե մենք որտեղ ենք գտնվում հարաբերության առումով մեր Աստծո հետ, ապաշխարել ենք, վերստին ծնունդ ունենք, Տիրոջը ընդունել ենք, սա է կարևոր։ Եթե արել ենք դա, նոր մարդն ենք մենք, վերստին ծնունդ ունենք, ապաշխարած ենք եւ ինչպես որ Հռոմեացիների նամակի մեջ 10-րդ գլուխ 9-ից 10 համարների մեջ գրված է, որովհետեւ եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես, քանի որ սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար։ Եթե դա չես արի, այսօր է ժամանակը դա անել։ Եվ խնդրում ենք, որ ուղղակի լրջությամբ մոտենաք ձեր հոգեվոր եւ հավիտենականության մասին եւ հասկանաք, որ Հիսուսից բացի այլ փրկություն չկա։ Հույսով եմ, որ այս պատգամը ձեր համար օրհնանք էր, Աստված ձեզ օրհնի։ Ամեն։